Այսօր մեր տաղավարում է Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։ Նարինե ջան, բարև ձեզ եւ ձեր ոտքը խերով լինի։ Բարև ձեզ, իմ ոտքը երկրորդ անգամ է արդեն այստեղ եւ կարծում եմ շատ լավ երկխոսություններ ստացվել, միշտ չի որ ստացվում է լավ բացվել զրուցակցի առաջ, կարծում եմ դուք կարողանում եք այդ մթնոլորտը ստեղծել, ինչի համար շնորհակալ եմ եւ հույս ունեմ այսօր էլ կստացվի։ Շնորհակալություն, կարծում եմ արդեն դուք ձեր ներկայությամբ այստեղ գալու արդեն ստեղծել եք հոգեբանորեն ինձ համար այդ մթնոլորտը փոխանցել եք ինձ, ձեր դրական էներգետիկ դաշտը եւ ես կփորձեմ արդարացնել ձեր սպասելիքները։ Ես էլ զգում եմ ձեր վերաբերմունքը եւ ուզում եմ ավելի հմայիչ լինել եւ արդեն թատրոնը սկսվում է։ Այո, այդպես էլ կլինի։ Հանդիսատես կա։ Այո, հանդիսատեսը կա։ Ինչպես եք ձեզ զգում այս գարնանային բարդ մի տեսակ այս նախընտրական փուլում, ինչպես է զգում իրեն հայ մտավորականը, որը թեկուզ եւ այս նախընտրական թոհուբոհի մեջ, բայց շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով, ինչպես ասում են, գլուխը կախ, իր գործն է անում, իր արվեստով է զբաղվում։ Նախ մեր թատրոնը ունեցավ 35 տարի սպասել է շենքի եւ վերջապես այս տարի հունվարին բացվեց մեր թատրոնի շենքը, համազգային թատրոնի Անրի Վերնոյ 3 հասցեում եւ հիմա դուք պատկերացնում եք նոր շենք եւ ինչքան ուշացումով շնորհավորում։ Շնորհակալություն, բայց ուզում եմ ասեմ աշխատանք շատ կա եւ շատ երջանիկ ենք եւ բայց ամենօրյա աշխատանք կա, դեռ վերելակները չեն դրել, որտեւ հաշմանդամների համար նախատեսված է, բայց վերելակը դեռ չի եկել Չինաստանից, դեռ փորձասենյակը վերանորոգած չի։ Ուզում եմ ասեմ մի շարք աշխատանքներ կան եւ ամեն օր այնտեղ ենք եւ հիմա երևի եթե հարցազրույցը չլիներ չէի կարող դուրս գալ թատրոնից, չի լինում։ Հենց գնում եմ թատրոն, այլևս դուրս գալը բանն է, Լուսինն է ասում, արիտուն։ Հա, ուզում եմ ասել դրա համար հիմա մենք մեր պետությունն ենք, մեր փոքրիկ տունն ենք ստեղծում թատրոնով եւ շատ տարված ենք այդ աշխատանքով եւ ի վերջո մեր գործն էլ մեր միսիան համարում ենք առողջությամբ վարակելը մարդկանց, արվեստով հոգեվոր դաշտում երբ կայանա մարդը տեսակը, մտավորականը, երկիրն է, պետությունն է կկայանա, առաջինը հոգեվոր դաշտում են պարտվում, որ հետո ֆիզիկականն է լինի։ Շատ լավ տեղի եկաք, շատ լավ տեղի եկաք եւ դուք այս տեղից հենց վերցնելով ձեզ մի հարց ուղել, այ լավ ասեցիք, այ հոգեվոր դաշտն է ապահովում, բայց չեք տեսնում, որ այ հիմա նախընտրական այս թոհուբոհն է։ Չեք տեսնում, որ շատ հակահոգեվոր երևույթներ կան, չքաղաքականացնելով անգամ այս հարցը ձեզ ուղղել, որովհետև այնպիսի շատ հաճախ բառապաշարով են իրար հետ խոսում մեր քաղաքական դեմքերը, մեր հանրության տարբեր ներկայացուցիչները, որ ուղղակի մի տեսակ տհաճության զգացում ես ապրում, էլի ասում ես, ախր բոլորս էլ հայ ենք, վերջի վերջո բոլորս էլ նույն երկրում ենք ապրում, նույն տանն ենք ապրում, բայց ինչի այսքան ատելություն, ինչի այսպիսի գռեհիկ հակամշակութային բառապաշար։ Այ դուք չեք զգում որոշակի բարոյական պարտավորվածություն, որ ձեր գործով, ձեր արվեստով այս ամեն ինչը մի քիչ գոնե փոխեք։ Դուք արդեն բանաձևեցիք մեր միսիան, հա, իսկապես ոնց էր գլխավոր նպատակը նորից վերականգնել մեզ նախ հոգեվոր դաշտում, որ վերականգնվենք, կվերականգնվի նաև ամեն ինչը նկատի ունեմ եւ կծաղկենք որպես պետություն։ Հիմա էլ չեմ ասում չենք ծաղկում կամ չգիտեմ, չեմ ուզում վատատես լինել կամ ինչ-որ բան, բայց այդ ներքին պառակտվածությունը, այդ վատ խոսքեր ասել իրար իհարկե շատ ակնհայտ են ու շատ նշաձողը շատ ենք ցածրացրել էլի եւ միակ նպատակը որ գոնե ամեն մեկը, այսինքն մենք որպես արվեստագետ մեր նշաձողը պահենք եւ հանդիսատեսով ծարավակը գա, ինքն էլ մյուսին կբերի ու այդպես նորից կշատանան շարքերը այն մարդկանց, որոնք հիմքն են առողջ պետության, այդպես ասեմ, թե չէ բոլորս էլ հայ ենք իրականում ոչ մեկին չեմ ուզում ասել, որ այ ինքը արժանի չի կամ այդպես չկա, հակառակ ես բոլորին եմ սիրում եւ մտածում եմ դե չի տեսնում դիմացինին գրում է, վատ բաներ, միշտ էլ հեշտ է, որ դեմքը չես տեսնում այդ մարդու, ջերմությունը չես զգում, վատ բաներ գրես, չէ, Facebook-ում, այսինքն համացանցում, բայց որ տեսնում են երկու մարդ իրար չեն կարող այդքան շատ ասել, էլի, մի քիչ համացանցնել է մեզ օտարացրել եւ լեզվանիկ դարձրել ամեն մեկ գռեհկությունը, չէ, Հա, բայց հավատացեք նույն մարդը եթե հանդիպեր նրան, ուղղակի
կզգար դիմացինին չէր թույլ տա այդքանը։ Այդ սերն է պակասել, այդ կոնտակտն է պակասել, որը հենց թատրոնն է նաև։ Շատ սերն է պակասել այո։ Շատ, այդ սերը փոխադարձ կարեկցանքը, իրար սիրելու կարողությունը, իրար ոնց որ չենք սիրում իրար կամ քիչ ենք սիրում իրար կամ չգիտեմ չենք կարողանում իրար ինչպես հարկնա սիրել, հարգել եւ գնահատել։ Դրա համար կփորձեմ ես էլ բան չդառնամ, չասեմ, այ նրանք ցածր են, մենք փորձում ենք բարձրացնել։ Նրանք էլ են մերոնք, մենք էլ ենք իրանցոնք։ Ուզում եմ ասել, ուղղակի մենք պիտի իրար բարձրացնենք ու նորից հոգեվոր դաշտում ոտքի կանգնենք։ Այո, ոնց որ փորձեցինք հոգեվոր դաշտում, այսպես համախմբել մեր քաղաքական ուժերին, բոլորին ասելով, որ դուք եք մեր ընդդիմություն, դուք եք մերը, բայց մի քիչ իրար հանդեպ եղեք ավելի հանդուրժող եւ եղեք այնպեսին, որ մարդիկ չզգան, որ դուք, չգիտեմ, թշնամական ճամբարների ներկայացուցիչներ։ Մի քիչ փորձենք նաև համեմել այսօրվա այս իրականությունը ավելի արվեստի, ավելի մշակութային։ Այ ես շատ ուրախացա, որ վերջերս Շարլ Ազնավուրի մասին մեծագույն այդ հայի եւ մեծագույն այդ համաշխարհային քաղաքացու մասին ֆիլմը դիտեցի եւ այնտեղ չեմ կարող թաքցնել իմ հիացմունքը, հիացա ձեր մարմնավորած Շարլ Ազնավուրի մոր կերպարով։ Բայց որ ֆիլմը ասեմ դուրս եկավ, չէ, կստեմ։ Մի տեսակ չտեսա այնտեղ Շարլ Ազնավուրի կերպարը, մոնումենտալ, դիեզերական կերպարը, թույլ տամ ինձ ասել։ Մի տեսակ ինչ որ ժամանակակից բարքերի ինձ համար խորտ դրսևորումներ էին թափանցել։ Մի տեսակ Շարլ Ազնավուրին ներկայացնում էին որպես, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպան, չգիտեմ, ինչ որ արհեստական գումարի գինի իմացող։ Այո, համաձայն եմ ձեզ հետ եւ մի տեսակ ուրիշ ֆիլմ էի սպասում ես։ Մի տեսակ ուրիշ ֆիլմ էի սպասում, բայց նորից եմ ասում, այդ անկլավ բառը հիմա ընդունված է, չէ՞, ասել այդ դրական լուսավոր անկլավներից մեկը դուք եք ձեր դերակատարումով, ինչը չեմ կարող ասել Շարլ Ազնավուրի այդ կերպարը անձնավորած այդ անձնավորության մասին։ Ում հետ եք հետաքրքիր աշխատում, ինչպես եղավ այդ առաջարկը։ Ասեմ, որ ես էլ երբ ֆիլմի պրեմիերան եղավ Փարիզում, դե ինձ հրավիրեցին, գնացի ու այնտեղ նայում էի, մտածում էի հայերը չեն սիրելու այս ֆիլմը, որովհետև մենք ամեն մեկը մեր Շարլ Ազնավուրին ունենք եւ մենք շատ մեզ համար իր այդ հոգեվոր արժեքները, սիրո, չէ, իր երգերում այդ ջերմության բան շատ ավելի կարեւոր են։ Մեր արժեհամակարգը մի քիչ տարբերվում է եվրոպական արժեհամակարգից։ Իրենց համար այն ինչ իրենք շեշտել են, այդ շատ կարեւոր էր այն ճանապարհին, ուր գնում էր Ազնավուրը հասնելու համար։ Դրա համար ուզում եմ ասեմ, դա մի քիչ նաեւ տարբեր քաղաքակրթության դրսևորումներ են, արժեհամակարգի դրսևորումներ են, էլի։ Իրենց համար այդ գիծը շատ կարևոր էր Ազնավուրի, որ ինքը փողի գինը գիտեր սա պահեր, որ գովազդը աներ, ասում էր ես Սինատրայի չափ աշխատավարձ եմ ստանալու ու ֆիլմի վերջում ինքը այդքան էլ ստանում է։ Ինձ համար այդ ֆիլմում շատ կարևոր էր, որ ինքը լինելով էմիգրանտի երեխա դարձավ Ֆրանսիայի սիմվոլ, այդ ամենամեծ հաղթական պատմությունն էր Շարլ Ազնավուրի եւ ֆիլմ նկարողների համար շատ կարեւոր էր այդ որ ընտանիքը լիներ անընդհատ Ազնավուրի հետ, այսինքն մայրը եւ հայրը, անգամ ժամանակագրական առումով պահկա որ մայրը մահանում է, բայց ես կայի Ազնավուրի կողքը, որտեվ Ազնավուրը շատ էր կարեւորում որ միշտ ընտանիքը կողքին լիներ։ Դրա համար ես նկարանման շատ օրեր ունեի, բայց իմ հիմնական նկարանումները որդուս ծապտալները Ալհամրայի համերգում, ասում եմ դա նշանակում հանճարեղ որդի ունենալը, որ մեկ ես համերգին ես ծապտալիս, մեկ էստեղ ես ուզում, մեկ դիսկ դեղ ստանալիս ես ուզվում եւ այլն, ուզում եմ ասեմ դերս հիմնականում հիացմունքներ որդով, բայց անգամ սցենար ուրիշ կերպ էր գրված, բայց իրենք ամենասկիզբն էին բերել ընտանիքը եւ այն Կովկաս ռեստորանը, որ ուներ հայրը Միշան, եւ այդ որ մենք ապարում ենք, որովհետեւ այդ ամբողջը եւ մայրն էլ քանի որ դերասանուհի էր Ազնավուրի ու մտածում եմ որ Ազնավուրի այդ պոետականությունը մայրիկից է եկել, դրա համար իրենց համար կարեւոր էր որ մայրը կարդում է, այդպես է չէ՞ սկսում ֆիլմը, որ ինքը ծնողներին է հիշում, բայց այդպես չէր սցենարը։ Ես նույնիսկ երբ մոնտաժը տեսա ու ասեցին որտեվ ուզում ենք ցույց տալ որ սա է Ազնավուրը, այ էսա։ Ինձ ամենասկիզբն է դուր գալիս որ ջարդի հետ ցույց է տալիս ոնց են իրանք ապարում այդ ամբողջ ընտանիքը եւ Ազնավուրն էլ, ոնց որ այ այդ ջարդը ոնց որ իրանք
ապրելով հաղթած լինեին։ Այդպես էր ինձ սկիզբը դուր ա գալիս։ Հետո բայց խնդիր կար, որովհետև այնտեղ էին զավակները նաև ֆիլմի նկարանման ժամանակ։ Իսկ զավակները ուզում էին անպայման իրենց մոր պատմությունն լիներ, վերջին այդ 600-հու պատմությունը, եւ այդպես շատ երկարում էր, Ազնավուրն է շատ խիտ եւ շատ սիրուն կյանքեր ունեցել։ Եվ չէր իմանում թե որ դրվագը դուրս բերեիր։ Ավելի նկարանների ժամանակ մենք մի քանի տեսարան էլ չենք նկարվել, եւ ես ասում եի լավ են անում որ չեն նկարում, որովհետեւ գիտեմ որ կտրելու են, որովհետեւ շատ երկար էր։ Մի քիչ Վիկիպեդիայի պես էր, ուզում էին սա էլ պատմել, սա էլ դրանից էր որ պատմությունը սենց կիսատ էր էլի մի բան միջև կարելի էր Ալհամրայի համերգով վերջացնել, բայց մեկը դեռ պիտի պատմեին նաև երրորդ կնը Ուլայի պատմությունն էին ուզում պատմեին, որտեվ զավակները այնտեղ էին զավակները ավելի շատ կներեք ավելի շատ ոնց որ ես զգացի լավ էր որ դուք եք ինձ հետ համաձայն իհարկե այդ հայկականության շունչը ընտանիքի նրա շատ ինձ դուր եկավ որ դուք եւ նաև ձեր ամուսնու դերակատարը Հովնաթան Ավետիքյանը Սերժ Ավետիքյանի որդին էր շատ ուրախ եմ կարողացել եք ստեղծել այդ ընտանիքի հայ ընտանիքի ոգին դրա համար շատ ուրախացա բայց նորից եմ ասում դա ոնց որ անկլավ լիներ փոքրիկ էլի այսպես ինչ որ բան ընդհանուր ոչ մեղմ ասած ինձ չգոհացնող ֆոնի վրա ամեն դեպքում բայց ամեն դեպքում էլի ուրախ եմ որ գոնե ֆիլմը դուրս է եկել որ գոնե այդ ֆիլմը կա որ գոնե այդ մեծ հայորդու մեծ մարդու մեծ քաղաքացու մասին մի գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ ստեղծվեց ամեն դեպքում եւ ուրախ եմ ձեզ համար շնորհավորում եմ ձեզ շնորհակալ եմ եւ կարծում եմ գլխավոր դերակատարի համար է շատ դժվար ես էլ օրինակ չգիտեմ երբ մի անձ ես մարմնավորում ում բոլորը շատ սիրում են նույն հիմա Ջեքսոնի ֆիլմն է դուրս եկել ես էլ շատ եմ սիրում Ջեքսոնին իհարկե ոչ որդուս չափ, Ազնավուրի չափ չէ, այս հումոր էլի, բայց օրինակ արդեն չեմ հաշտվում այն կերպարի հետ, որը ստեղծել են, այսինքն այդ տղան հեչ նման չի Ջեքսոնին, նույնը մեկը էլ ուզում եմ ասել, այդ դերասանի առաջ շատ ծանր խնդիր են դրվում, այսինքն Ազնավուրին եւ նման լինել եւ կարողանալ փոխանցել, մեկը ուրիշ անձ է Լավ որ ես չէի, ուզում եմ ասեմ ես չէի Ազնավուրը, ավելի հեշտ էր մայր լինելը։ Հուսով եմ էլի հետաքրքիր առաջարկներ կլինեն։ Արդեն այս տարի նկարահանվել եմ մտածում եմ գուցե նորից մի ֆիլմ նկարվի հայաստանյան կինեմատոգրաֆիստները նկարեն։ Սպասենք։ Ինչ խոսք, սպասենք լավ լուրերի։ Նայնե ջան, օրինակ հաճախ թատերականի ուսանողները փաստում են, որ Բուհում էլի դարձյալ կինոյի հետ առնչվող Բուհում հիմնականում ուշադրությունը դարձվում է միայն կինոյին ինչ որ ավագ սերնդի հետաքրքիր դասախոսներն են հեռացվում ինստիտուտից դուք ինչպես եք նայում այս իրողություններին որպես նախկին դասախոս որքան գիտեմ հիմա չեք դասախոսում չէ հիմա Ռուբեն Բաբայանի կուրսում ասիստենտ եմ մեկ դասաժամ եմ գնում ուղղակի կապը պահելու համար, բայց շատ չեմ առնչվում, բայց իրականում շատ սիրում եմ Սարան Ալբանդյանին, ով հիմա ռեկտորն է եւ տեսնում եմ թե ինչքան է ինստիտուտի դռները բացվել, այսինքն կապերը շատ ակտիվացել արտասահմանյան շատ բաների հետ, երեխաները գնում են դերասանի վարպետության դասերի եւ այլն, բայց այդքան տեղեկացված չեմ, որպեսզի ասեմ, որ կինոյին ավելի շատ են հատկացնում Կարծում եմ Ալբանդյանը կինոյի մարդ է ավելի դրա համար է չէ թատրոնի էլ մեր թատրոնի խաղացանկում կա ներկայացում որ հենց ինքն է պիեսը գրել չէ համահավասար է Սարան ուղղակի կարծում եմ կինոն քանի որ ավելի ուշ եկած է եւ ավելի խոցելի որովհետեւ շատ ավելի ֆինանսի հետ է կապված այդ ուսանողները պիտի կամերա ունենան միկրոֆոններ ունենան որ կարողանան գնալ նկարանման գուցե ֆինանսների առումով ավելի շատ փորձում են ուշադրություն դարձնել մեկը կինոն շատ ավելի թանկ արվեստ է քան թատրոնը, բայց որ ասեմ թատրոնի կուրսերը շատ ավելի անտեսված են, չէ, իմ այն կուրսը, որը դասավանդում են Ռուբեն Բաբայանի կուրսը, պարզապես շատ փառահեղ ճանապարհ է անցնում, ամեն ժանր, այս վերջեր հենց երեք էլ հանձնել են վերբատիում թատրոն, այսինքն իրական մարդկանցից հարցազրույց են վերցրել եւ իրենց պատմությունները պատմում են ու դա ուղղակի շատ ազդեցիկ էր նախորդը նմանակում էին անում ուզում եմ ասեմ ամեն ժանր փորձում են եւ այդքան էլ համաձայն չեմ ինչքանով տեղյակ եմ
Իսկ այդ սերնդափոխությունը նորմալ է, դուք նորմալ եք։ Սերնդափոխությունը ճիշտ ասած շատ տեղեկացված չեմ, բայց նաև կա, որ արդեն շատ հիվանդ է, ենթադրենք ավագ սերնդի ներկայացուցիչը կամ արդեն հիշողության կորուստություն, չեմ անում, իսկապես օրինակ չունեմ, որ ասեմ, բայց գուցե այդպիսի դեպքից ելնելով է եղել, որովհետև օրինակ հիմա էլի ես թատրոն, հիմա աշխատում եմ ավագ սերնդին հրավիրել, որովհետև իրենք մեր ամենաթանկ գանձն են, որովհետև այն ամբողջ դպրոցը, որոնք իրենք կրում են, շատ ափսոս է, որ հիմա իրենցից ձեռք չբերենք, էլի։ Դրա համար հենց դրա այդ միտումով նաև տվեցի այդ հարցը, որովհետև անբնական, տրամաբանական սերնդափոխությունը երևի թե մենք բազմիցս տեսել ենք, որ լավ հետևանքների չի հանգեցնում։ Միանշանակ, դա պիտի բնական լինի, էլի, ուզում եմ ասեմ, ուղղակի ծայրահեղ չլինեն, կարող է ինչ-որ բան բնական ա եղել, ինչ-որ բանը տեղյակ չեմ, արդեն ինստիտուտից, ես մենակ թատրոնից եմ հիմա տեղյակ, ինչ հարցնեք թատրոնի, լիֆտից, ծորակից բան, ամեն ինչ կպատասխանեմ, բայց ինստիտուտից չեմ կարող։ Այ ինչու են թատրոններում, վերադառնալով թատրոնների թեմային, ինչու են թատրոններում վերջին շրջանում, ինչքանով որ ես եմ նաև դիտարկում, ավելի շատ բեմադրում օտար ոչ հայ հեղինակների ստեղծագործություններ։ Ինչ է, մենք ունենք կարծես թե լավ ժամանակակից դրամատուրգիա, որքան որ ես հետևում եմ, որքան որ ես տեղեկացված եմ, ինչ է, օտարամոլ ենք, թե ցանկություն չունենք կարդալու մեր հեղինակների ստեղծագործությունները, տարածելու նրանց ստեղծագործությունները։ Ինձ համար շատ կարևոր է, հատկապես համազգային թատրոնն ենք, հայ հեղինակներ ունենալը, գլխավոր նախապայմաններից է։ Հենց այսօր Խաչիկ Չալիկյանն էր մեզ մոտ որպես ժամանակակից հայ դրամատուրգ, որը նաև շատ լավ իր գործերը ինքը բեմում շատ յուրահատուկ է ստանում եւ շատ ուրիշ աշխարհ է, ուղղակի անսահման նոր եւ ուրիշ, եւ այսօր էլ որ դերասանների հետ հանդիպում էր, նախ դիտեցինք իր նկարած ֆիլմը, հետո որ զրուցում էր, բոլորը ինքը դուրս եկավ ու բոլորը ասում էին, այնքան ենք լցվել ու այն հիացմունքը որ կար իր հանդեպ, իր փիլիսոփայական, իր հայացքների հանդեպ, ուղղակի հիացած ենք։ Հենց նոր Խաչիկ Չալիկյանի հետ ենք հանդիպում եւ ինքը մեզ մոտ բեմադրելու է իր Ճերմակ քառակուսի Մալևիչի Սև քառակուսին հակադարձող Ճերմակ քառակուսի պիեսը։ Դե անցած տարի օրինակ ունեցել ենք Սարգսյանի վիպակը, Լակոտը վիպակի հիման վրա նույն ներկայացում, Հովհաննես Թումանյանի Տերն ու Ծառան, Պարուր Սևակի Մարդահափի մեջ, Սարան Ալբանդյան ասցի, Անուշ Ասլիբեկյանի Մերսեդեսը ունենք, հունիսին կունենանք Վիգեն Հովսեփյանի Աստղերու հավատքով արևմտահայերեն լեզվով, որովհետև որոշել ենք խաղացանկում արևմտահայերեն լեզվով էլ ունենալ։ Կներեք, ես ելքե ձեզ չակնարկեցի, ես չեմ էլ ասում, որովհետև ես իմ կողմից կարող եմ պատասխանը տալ։ Ես շատ հարգում եմ եւ շատ լավ գործեր են ստեղծում իմ գոլեգաները, բայց իրենց փոխարեն պատասխանել թե ինչու չեն անդրադառնում հայ դրամատուրգիային, այդ իրենք կարող են պատասխանել, բայց իմ դերասանախումբը այդ շատ է կարևորում, նույնիսկ որ ես հանկարծ օրինակ թատրոնում մենք բացեցինք Մորիս Մետրլինկով, Սուրբ Անտոնիոսի հրաշքով եւ այդ բանը կար, բա ոնց համազգային ինչու չբացվեց ժամանակ, այսինքն հայ հեղինակով, իսկ մեզ մոտ հայ հեղինակը Սիմոն Աբգարյանն էր։ Հետո բայց Սիմոն Աբգարյանը այդ ժամանակ չէր կարող գալ այդ Պենելոպեն։ Մենք պատրաստ էր Պենելոպեն, բայց Սիմոն Աբգարյանը պիտի գար վերա մի քիչ աշխատեինք, նոր ցուցադրեինք եւ ժամանակ այդքան ինքը չէր կարող թատրոնի բացման օրը գալ։ Դրա համար մենք հանձնեցինք Մորիս Մետրլինկ, բայց անմիջապես հետո խաղացինք Քարը, որը նվիրվում էր Երևանդ Քոչարին, այսպես շատ սիրուն գործ որը բեմադրել է մեր երիտասարդ սերունդը Անդրանիկ Մեքայլյանը, բացվել էր միջին սերնդի ներկայացմամբ Մորիս Մետրլինկ եւ հետո Սիմոն Աբգարյանը եկավ եւ դա ինձ համար մեր ժամանակակից հայ դրամատուրգիան էր։ Պենելոպե ու Պենելոպե։ Պարտադիր պիտի անպայման սկսեիք հայ հեղինակով, չգիտեմ, անպայման ես մտածում եմ, օրինակ դերասանախումբը մտածում էր, որ մի քիչ պարտադիր է։ Իդեպ հիշում եմ առաջին ներկայացումը անգամ Համազգային թատրոնի Ես ժամանակ ուսանող էի եւ փորձերին սանիտայի թաղապետը հիացել եմ փորձերին երջանկա հիշատակ Սոսարքսյանի կողքին նստած եմ եղել այդ ներկայացման փորձերին դա ինձ համար մի երանելի օրեր էին ցուրտ այսպես ձեռքերը շփելով այդ փորձին ենք եւ հիանում ենք Սոսարքսյան, Կարեն Ջանիբեկյան, Դավիթ Հակոբյան, Անուշ Սարգսյան մի հիանալի դերասանախումբ էր, մի հիանալի ստեղծագործական խումբ էր, իտալացի հեղինակներ, բայց պարտադիր չի ես ինչ որ ուղղակի քանի որ
դուք Սոս Սարգսյանի անունը հպարտորեն վստահ եմ կրող թատրոնի ներկայացուցիչներ եք, բոլոր դեպքերում ազգային շունչը ես ուրախ եմ, որ կա ձեր թատրոնում եւ դեռ պիտի շարունակվի։ Եվ ընդհանուր առմամբ որոշակի ցավ եմ ապրում, որ ամեն դեպքում այսօր ավելի շատ են անդրադառնում ոչ հայ հեղինակների։ Զուտ հարցս դրա համար էր։ Ավելի շատ մի տեսակ օտարամոլություն կա, չէ՞։ Չի ասի, բայց դե կա որ այդ պիեսը ավելի ոգևորել հիմա մեղադրելու չի։ Գիտեք, այնքան դժվար է, որ ինչ որ գործ քեզ այնքան ոգևորի, որ դու ամբողջ մի մեխանիզմ սկսես շարժել։ Ախր թատրոնը շատ մեծ մեխանիզմ է, դերձակները, բեմի բանվորները, լույսը, բանը, գրականությունը, դերասանները, շատ մեծ դեկորատոր։ Հա, այսինքն դու մի ամբողջ գործարան ես շարժում, ուրեմն պիտի շատ արժանի լինի գործը։ Գիտեք, քանի բանով է անցնում ինստանցիաներով, որ ընտրում եմ, ահա, այս դերասանախումբը, այս ասելիքի հետ անպայման թատրոնի ասելիքի հետ որ գիծը բռնի, որ անպայման այս լինի, ինչքանով է ժամանակակից, ինչքանով է 1000 կոմպոնենտ է նկատի ունենում, որ վերջապես ընտրությունը կատարում ես այդ գործը վերցնելու։ Դա չի ինքնանպատակ, միայն հանուն մի դերասանի չեմ վերցնում ես գործ։ Հաճախ այդպես էլ էր արվում ժամանակին, բայց հիմա ժամանակները մի քիչ, գիտեք, սենց ամեն երեկոն շատ կարևոր է, որ հանդիսատեսը գալիս է, ես միշտ ասում եմ շնորհակալ եմ, որ եկաք, իսկապես եմ շնորհակալ, նախ որ մարդը կարող էր այդ երեկոն ուրիշ տեղ անցկացնել, տանը հանգստանար աշխատանքից հետո, կամ չգիտեմ ինչ, բայց ինքը ընտրել էր գալ թատրոն, այդ նշանակում է պիտի շատ այսպես տպավորիչ երեկո ստեղծել իր համար, էլի։ Հա, դրա համար տենց ուզում եմ ասեմ, շատ եմ անհանգստանում։ Ամեն մեկի միտքը շատ կարևոր է, որ մեկն էլ հանկարծ մի բան ասում է, ասում եմ 1000 հոգի բան ասի, մեկը հանկարծ ասի, սենց այդ տեսանկյունից էլ եմ սկսում մտածել, հետո ասում են, ինչ ես քեզ ով է ասել։ Ասում եմ, մեր բեմի բանվոր էս ինչ։ Նարինկա լավ դե դու էլ բան, բայց ես ամեն ինչ շատ սրտից մոտ եմ ընդունում, որովհետև ուզում եմ հնարավորինս շատ մարդու սիրելի դառնա այդ ամեն ինչը, էլի։ Այո, այդ ձգողականությունն է պետք է այսօր ապահովել, հանդիսատեսի հանրության, որ մթնոլորտ փոխվի, չէ՞։ Հա։ Մթնոլորտ փոխվի, ինչպես կասել հին պաշտոնյաներից մեկ, այս գաղջ մթնոլորտը, ամեն դեպքում ընդունենք, որ ինչ նախասիրության տերը լինեն քաղաքական, ընդունենք, որ գաղջ է, չէ՞, մեր ամեն դեպքում մթնոլորտը պիտի փորձենք փոխել։ Այնքան սիրուն բան ասեց, երբ այդ լռության մեջ բեմում արդեն չկա ներկայացումը, տանջվել ներկայացում ստեղծելն անիմաստ է։ Այսինքն ինքը պիտի արդեն լինի, դու արդեն պիտի լինես դրանում։ Ու ուղղակի մտնես լրացնես, ոչ թե դատարկությունը գաս ու սկսես քո զորով խաղով լցնել, էլի։ Դրա համար ուզում եմ, որ ասում եք մթնոլորտ, այդ ամենակարևորն է, որ մթնոլորտ ստեղծել, որ ստեղծվի առողջ պետության մթնոլորտ, պետությունը ինքնըստինքյան արդեն ամեն օղակում ճիշտ կաշխատի։ Հիմա մենք էլ գիտեք, ինչքան էլ ինչ անում ենք, մենք էլ ենք պետության մոդելը կրկնում։ Թատրոններն էլ են կրկնում պետության։ Մեկը մենք իրար հետ ենք, իրարով ենք։ Այդ դուք արցախցի եք, ի տարբերություն ոմանց համարձակորեն խոսում եք Արցախից։ Եվ Արցախի այս ողբերգական հուսանք, որ ժամանակավոր կորստից հետո խոսել Արցախի, հիշել Արցախը պահել մեր հոգում, մեր հիշողությունների մեջ, որ ասպաստա մի օր բացվեն հուսով դռները եւ նորից մենք գնանք Արցախ, վերադարձնենք Արցախը մեզ։ Ինձ երբեք չեն վախեցրել եւ երբեք էլ ինչ որ բանում չեն նախազգուշացրել կամ ինչ բան, ընդհանրապես։ Ես եւ Ռուբեն Վարդանյանի համար եմ շատ պայքարում եւ շատ ցավում եւ գիշերը երբեմն որ քնած եմ լինում ու հիշում եմ, որ ինքը այնտեղ է, որտեվ նույնը զգացել եմ աշկիս վրա պապայիս գերությունը, ես ոնց կարող եմ չզգալ մեր գերիների, հա, պապաս գերի էր ընկել, հա, ուզում ասեմ, ես այդ որպես գերություն ընկած ընտանիքի անդամ շատ լավ գիտեմ այդ ինչ է եւ գիտեմ այդ ինչ մեծ ցավ է, այն ինչ ես որպես մարդ էակ ամբողջ բջիջներով զգում եմ, ես չեմ կարող այդ մասին չասել եւ ինձ երբեք էլ չեն ասում չասել։ Եվ մի կողմից էլ չպաշտպանելով ընդհանրապես ասում եմ, բայց կարծում եմ գուցե նաեւ այդ արտաքին են ասում, բայց ներքին
բոլոր հայերն էլ մեկա այդ երազանք ունեն Արցախ վերադառնալու։ Գուցե արտաքին ուղակի թշնամու առաջ խաղ են խաղում։ Չգիտեմ, ես ուղակի ուզում եմ լավատես լինել այդ հարցով, էլի։ Ձեզ որքան ես գիտեմ, չի կարող արժե համակարգ ունեցող մարդը չհիշել իր հայրենիքը, ես ամեն հարցազրույցում եմ ասում, ես ամեն հարցազրույցում եմ ասում, ես ավելին ասեմ, ես հիմա շատ ավելի արցախցի եմ, քան մինչև այդ եմ եղել, որովհետև ոնց որ այդքան շատ չեմ այնտեղ ապրել, ես Հրազդանում եմ ծնվել, մեծացել, հետո ենք գնացել, մենք շարժման ժամանակ ենք գնացել, բայց հիմա ես չգիտեմ, ամեն վարքյան եմ Արցախի բարբարով թե խոսում, թե եթե առիթ է լինում բարձրաձայնում եւ այլն, որովհետեւ երբ հոգեվոր դաշտում չի մոռացվում, ինքը վերադառնում է ֆիզիկական դաշտ։ Դրա համար հիմա ամենակարևորը իրան պահելն է։ Ու լոխել հենա գիդլանն, լոխ պհլանն, այդ точным գյուդում ու տինենը։ Արցախի թատրոնն է ֆինանսավորվել նորից եւ արդեն ոտքի է կանգնում այդ թատրոնը շատ ուրախացա եւ իմ եթերներից մեկում ես անդրադարձել եմ հատուկ։ Ես էլ ուզում եմ շնորհակալություն ասել թե Հովանավորին, որ այդ անումա շատ շնորհակալ եմ եւ թե Հակոբ Ղազանչյանին, որովհետեւ ինքը շատ նպաստում է այդ ամենը, իսկապես Կեցեն եւ Ռուզանը, ով հիմա ղեկավարում է այդ թատրոնը եւ աշխատում եւ հիմա իրենք մեր թատրոնում են փորձերանում եւ խաղալու են հունիսին Մուրացյանի Ռուզանն պիեսն են խաղալու։ Մի խոսքով փորձերը մեկ գալիս են մեզ մոտ, բայց մեզ մոտ են խաղալու։ Ուսամ կօգնեք, դուք էլ կօգնեք ձեր փորձառությամբ, ձեր գիտելիքներով, ձեր արցախասիրությամբ, Արցախի թատրոնում, թեկուզ եւ բարոյապես։ Որ ասում եք արցախասիրություն, ուզում եմ ասեմ ոչ թե դա արցախասիրություն է, դա բնական է, դա ինձ թվում է ամեն հայի մեջ է բնական, դա ոնց որ Հայաստանի մի մասնիկի հետ է կապված, այդ տենց եմ ասում, ոնց կարող է չսիրենք, դա ես ոչ ասեցի, որ Երևանցի եմ, պիտի Արցախյան տեղ։ Չէ, ուզում եմ ասեմ, արցախասիրություն չի, դա արցախամոլություն է կամ ուզում եմ ասեմ, դա բնական, ոնց որ ուզում եմ ասեմ, հաց ուտելս է բնական մի բան, տենց էլ Արցախ սիրելն է շատ բնական մի բան, առանց սենց որ ես գիտակցել եմ չեմ գիտակցել, ես իմ ողջ էությամբ եմ դա զգում ու անում եւ ինձ թվում է մեկը ամեն հայի մեջ էլ այդ կա, ինչքան էլ սենց վերջը նույնիսկ ասում են Ղարաբաղցի, որ օրինակ ասում են դե Ղարաբաղցիներն էլ են հայ, նույնիսկ դա հենց համար ծիծաղելի, որտեվ չկա տենց ոնց կարելի ասել Երևանցին հայ է։ Չէ, ձեր դրական էներգետիկան ֆանտաստիկ է եւ այնքան դրական բան եք փոխանցում, որ արդեն ես սկսեցի իրապես ավելի շատ հավատալ, որ իրոք որ Արցախը կվերադարձնենք։ Հա, բայց լավատեսությունը պիտի պահել եւ ամեն ինչ անել, նախ պահել եւ հոգեվոր դաշտում, հետո էլ արդեն։ Այո, Նայինե ջան, խաղացանկից գուցե մի քիչ խոսենք, որից հետո փորձենք այսպես ամփոփել մեր զրույցը, բայց ամփոփել սպասելով նոր հանդիպման, նոր եթերի, որովհետեւ ձեզ հետ իմ կարծիքով թեմաները չեն վերջանում։ Շնորհակալ եմ շատ եւ շնորհակալ եմ, որ անդրադարձաք։ Որովհետեւ բովանդակալից ենք։ Դուք կոմպլիմենտներ անել ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր խաղացանկին անդրադարձաք, դա իմ ամենաերջանիկ կետն է։ Այո, եւ ձեր ստեղծագործական պլանների մասին հետագա թատրոնի հետ, կինոյի հետ։ Թատրոնը, ինչպես նորից նշեմ, հասցեն Անրի Վերնոյ 3, հենց հարևանությամբ թատերական ինստիտուտի, այսինքն հասցեն համարյա չի փոխվել, ով նույնիսկ սխալվում է գալիս է 5 շենք, 100 մետր հեռավորության վրա արդեն նոր համազգային թատրոնն է, եւ թատրոնը մենք բացեցինք, ինչպես ասացի, բելգիացի հեղինակ Մորիս Մետերլինկով, Սուրբ Անտոնիոսի հրաշքը, այն մասին, որ այնպիսի հասարակարգ ենք դարձել, որ հիմա էլ Հիսուս ծնվի էլի կխաչենք այդ մասին է, բայց շատ թատերային լեզվով պատմած եւ մի փոքրիկ գաղտնիք էլ բացեմ, քանի որ ես ինքս տեխնիկային թատրոնում աշխատել եմ եւ տեխնիկավար եմ եղել, մեր դերասաններին տեխնիկների եմ վերածել, այսինքն մեկը տեխնիկ է, մյուսը տեխնիկավար։ Հա, դա մի քիչ Մորիս Մետերլինկի փիլիսոփայության հետ է նաև կապված, դրա համար, որ մարդիկ վարվում են այդ մասիներ եւ մեզ մոտ տեխնիկներ են եւ այսինքն կտեսնեք մեծ մարդ տեխնիկ եւ տեխնիկավար, ով իր փոխարեն խոսում է, եւ հրեշտակը, որը գալիս է հրաշք գործելու, բայց որին վերջում ձերբակալում են։ Մի խոսքով այդպիսի մի թատերային ներկայացում, թատերակ
հա, շատ թատերային։ Անդրանիկ Միքայելյանի քարը, որը նվիրված է Երվանդ Քոչարին, ինչպես արդեն ասացի, եւ այդ գիտեք, ոնց որ այսօրվա երիտասարդների ճիչը լինի, այդ ներկայացումը ինձ համար հենց այդպես է ու դու տեսնում ես, որ իրենք ասում են մենք կանք ու իրենք ասում են մեր վզին մի փաթաթեք ձեր բարդությունը, ձեր ամեն ինչը, մենք կանք ու տերն ենք այս ամեն ինչի ու իրավատեր ենք ինձ համար այդ իրենց գորոց, իրենց ճիչն է, այն ամեն ինչ մենք իրենց ուսերին ենք դրել։ Ես որտեվ իսկապես ուզում եմ ասեմ, Արցախը ասում եմ, այս մյուս սերունդն է բերելու, ես արդեն մտովի այս բերը դրել եմ իրենց ուսերին, բայց իրենք էլ ասում են մենք կանք ու մենք տեր ենք։ Հուսանք ձեզ հետ միասին, մեզ հետ միասին, բոլորով։ Հա, հուսանք մենք էլ կլինենք, հա։ Տեսնենք այդ պահը, հաղթական ու հրաշալի։ Եվ Սիմոն Աբգարյանինը պիտի անպայման ասեմ, Պենելոպե ստեղծագործությունը, որ իր գրած պիեսն է, ինքը շատ է անդրադառնում ընդհանրապես անտիգրականությանը ու Ոդիսևսի պատմությունն է դա ու կինը, որը 20 տարի սպասում է, նա իր մոր պատմությունն է պատմել, ես խաղում եմ Դինա, որը էլի 20 տարի ամուսնուն սպասել է պատերազմից գալուն, ինչպես իր մայրն էր 8 տարի սպասել է ամուսնուն պատերազմից գալուն։ Ու այդ ներկայացումը մենք հենց դնում ենք տոմսերը սպառվում են, այսինքն մենք ստիպված 3 հատ ավելացնում ենք ամսվա ընթացքում, որովհետև պահանջը շատ մեծ էր։ Դրանք արդեն կան որպես պրեմիերա թատրոնում, իսկ հենց հիմա թատրոնում պատրաստվում է Մարիկա Դովլատբեկյանն է բեմադրում, երիտասարդ բեմադրիչների եմ հրավիրում, որովհետև երիտասարդների ձայնը շատ կարևոր է։ Միֆերն է վերցրել Օրփեոս եւ Էվրիդիկե, Սիզիփոսի աշխատանքը, Իկարը, տենց երկինք, երկիր, Անդր Շիրիմյանն աշխատանքը։ Մի տեսակ ձեր պահով չի սազում, որ ասում եք երիտասարդ բեմ, որովհետեւ դուք Չէ, ես միջին սերունդ եմ։ Պակաս երիտասարդ չեք։ Չէ, բայց ինձ որպեսզի ես այսօրվա ես շատ հաճախ եմ իրենց նաեւ հետևում եւ էդ էլ սովորել եմ իմ ուսուցիչներից, Ռուբեն Բաբայանից, Սարգսյանից, որ ուշադրություն ես դարձնում ինչն է այսօր երիտասարդին հետաքրքրում, ինչի ինքը զգում, որովհետև իր միջոցով դու ժամանակակից ես մնում, որովհետև արդեն մեկ այն տեսած մուլտիկը ուրիշ է, իրենց արդեն ուրիշ։ Ուզում եմ ասել, արդեն իմ մանկությունը ուրիշ արժե համակարգ ուներ, էլի։ Ես արդեն մի քիչ քիմքս արդեն իմ սերնդինն է ու պիտի տեսնեմ, բայց նոր մուլտիկ նայածները ինչ են սիրում, չէ՞։ Շատ երիտասարդներին վստահ եմ, որ փոխանցում եք, արդեն չտեսնելով էլ ձեր աշխատանքը տեղում, ձեր շատ ակտիվ, աշխույժ դրական երիտասարդական էներգետիկան եւ դա հետաքրքիր։ Հա, իրենք էլ ինձ, հա։ Գոհ չէ ձեզնից։ Իրենք դե արդեն որ իրենց հրավիրեք, իրենց կհարցնեք, որովհետեւ կարող ես թաքուն լիքը ուրիշ բաներ պատմեն, հա։ Էդ էլ կասեմ, դուք ասեմ ձեզ։ Հա։ Նաեւ Սերժ Մելիքովսեփյանին, որ ասում եմ ավակ սերունդ, էդ էլ ասեմ ու վերջացնեմ։ Շատ այսպես մտածում եմ, որ այդ ավակ սերնդին, որոնք մեր հարստությունն են եղել եւ որոնցից մենք գիտեք, օրինակ ես հիմա այդքան սեր չունեմ, նստեմ, ինտոնացիան, ամեն շարժումը դերասանի հետ աշխատեմ։ Իսկ իրենք մեզ գիտեք, սենց այբուբենից սկսած դերասանի վարպետության, այդ ուզում եմ ասեմ բեմադրելիս այդ ամբողջն են արել, ել չեմ ասում, որ մեզնից ավել են իրենց փիլիսոփայության մեջ, աշխարհընկալման մեջ ու ես ափսոսում եմ, որ հանկարծ գիտեք ոնց է պահ գալիս, որ նորից ուզում ես սովորես ու իրենք նորից պետք են։ Եվ կանչել եմ Սերժ Մելիքովսեփյանին, Խաչիկ Չալիկյանին, Հրաչյա Գասպարինին, ով Սոսարքսյանի հետ բացել է համազգային թատրոն, այսինքն հիմքերում է եւ ուզում եմ ինքն էլ մի բեմադրություն անի մեզ մոտ անպայման էլի կանչել մեծ հա ուզում եմ ասել այդպես իրենց կարիքը շատ ունեմ եւ ուրախ եմ որ իրենք մեր կողքին լինեն դեռ ինչքան կարող են լինել եւ վերջում ձեր ուղերձը ինչ պիտի առնի մշակույթի գործիչը այսօր որպեսզի հասարակությունը լինի ավելի հոգևոր, նաև մեր դեպքում ավելի ազգային, որովհետև կարծես թե ազգայինի պակաս կա այսօր մեր իրականության մեջ։ Այդ դուք շատ ազգաշունչ մարդու անունը կրող, էլի եմ շեշտում Սոս Սարգսյանի անունը կրող թատրոնի գեղարվեստական ղեկավարն եք այսօր։ Նախ ամենակարևորը, որ ինքը արվեստագետը առողջ մնա։
այդ գիտեք բավականին դժվար է, պիտի անդադ քեզ հետևես, կողքից տեսնես ու տեսնես առողջ ես մնացել, թե արդեն ոնց որ փչանում ես։ Այդ իսկապես շատ կարևոր է, որովհետև մենք հաճախ մեզ թվում է, թե մենք առողջ ենք, բայց արդեն ինչ որ արժեհամակարգներ կորցրած ենք լինում։ Հետո պիտի շատ չմտնի արվեստագետը քաղաքական դաշտ։ Նույն օրինակ Սո Սարգսյանը կարծում եմ, որ մի պահ մտավ, հիշում եք ինքը նախագահի տեխնացի էր։ Հա, այդ էլ մի տեսակ ավելի հարվածեց իր հեղինակությանը հետո, բայց հետո նաև շնորհիվ որ հետո իրեն օգնեցին, համազգային օգնեց եւ ստեղծեց համազգային թատրոնը, ամբողջ վերելքը նորից հետ եկավ։ Մեկը արվեստագետը, ուզում եմ ասել այդ օրինակը բերելով, որ մեկը արվեստագետը արվեստում է ծաղկում եւ իր ասելիքը ասում։ Եվ կարելի է արվեստի միջոցով շատ բան ասել եւ շատ բան փոխանցել, բայց առաջինը մենք առողջ մնանք, չմտնել ոչ մի այդ բաների մեջ, այլ այդ հոգեվոր Հայաստանը պահել եւ ստեղծել այդ հոգեվոր Հայաստանի այդ արժեհամակարգին արժանի հայի կերպարը թատրոնում եւ վարակել, ամենակարևորը շատ վարակիչ լինել, որ սենց իրար առողջության վարակենք։ Մի բան մի քիչ երկար կպատմեմ, բայց կարող եք հետո հանել։ Երբ Աստված ուզում է վերացնել քաղաքը Սոդոմ Գոմորը, Աբրահամը հանկարծ հետո առևտրի մեջ է սկսում մտնել, ասում է չէ, մի վերացրու։ Եթե Աստված ասում է, եթե այնտեղ 200 մարդ լինի, կպահեմ քաղաքը, բայց չի լինում այդքան մարդ։ Աբրահամը ասում է 100 մարդ, ասում է լավ, բայց 100 մարդ էլ չի լինում։ Աբրահամը ասում է 10 մարդ, ասում է եթե 10 մարդ լինի, ես կպահեմ քաղաքը, բայց 10 մարդ էլ չի լինում այդ քաղաքում։ Հիմա ինձ համար ամենակարևորը, որ եթե, այսինքն դուք պատկերացնում եք 10 մարդը կարող է երկիրը փրկել։ Ես հիմա նույնիսկ մոլորակի առումով եմ նաև ասում, որտեվ այս վերջերս շատ եմ շրջագայում եւ տեսնում եմ, որ մոլորակն է ընդհանրապես սարսափելի վիճակում, այսինքն մենք հիմա մի Հայաստանից ենք խոսում, բայց որ տեսնում ենք ինչ է կատարվում, չես, մեր հենց հարևան պետություններում եւ ինչ սարսափելի վիճակ է, դու տեսնում ես, որ ընդհանուր է ճգնաժամը եւ այդ շատ կարեւոր է այդ 10 առողջ մարդը լինի։ Դրա համար ուզում եմ ասել, միսիան նույնիսկ ավելի մեծ է, քան զուտ էս ընտրություններ, ամսի 7 քաղաքական, ես ավելի մեծ եմ տեսնում եւ ավելի հոգեվոր։ Շատ լավ օրինակ բերեցինք, հաստատ չենք հանում, որովհետեւ մարդիկ լսելով ես ապշել էի, որ 10 մարդը կարող է փրկեն։ Մեկ անհատն էլ կարող է փրկել, եթե այդ անհատը ունի ձգողականություն, իմ կարծիքով։ Դե այդ մարդուն ասում է դուրս արի արդեն։ Ղովտը դուրս է գալիս։ Նայինի ջան, շնորհակալություն, որ եկաք, ավելի լավատեսական ու լավ բաների մասին կխոսենք։ Ես էլ անկեղծ ասած, որ եկել էի, հենց այս ձեր ամբողջ թիմին ասում էի ես եկել եմ, որ դուք էլ գաք։ Այո։ Այսինքն եւ մենք էլ կգանք համազգային թատրոն։ Այնպես որ ես հրավիրում եմ ձեզ եւ մեր դիտողներին, որ գան Անրի Վերնոյի 3 հասցեով համազգային թատրոն։ Մեծ սիրով։ Ու ձեզ էլ։ Ընդունեցի ձեր հրավերը, մեր ունկնդիրներն էլ լսեցին եւ կընդունեն ձեր հրավերը եւ անպայման կգան եւ հուսով եմ, որ մշակույթի հոգեվորի հետ հաղորդակցությունը հետս հետը կդառնա ավելի առարկայական։ Այնպես որ շնորհակալություն որ եկաք եւ մինչ նոր հանդիպում եմ ձեզ ասում։ Շնորհակալություն, հաջողություն։ Սիրելի բարեկամներ, Armix News Արիքի եթերում ժամանակի ձայնը հաղորդաշարի հերթական թողարկումն էր։ Մեր տաղավարում էր Սո Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը։ Կրկին դիմը մեր այն բարեկամներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Armix News մեր YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակոճակը եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, այսօր այսքանը կհանդիպենք։